23-օրյա հացադուլից հետո Արթուր Օսիպյանին ազատ կարձակեն։ Հսկող դատախազը հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների երաշխավորություն ստանձնելու վերաբերյալ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունները որոշել է Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել։ Տեսեք, կրկնում եմ դա։ Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով պատշաճ դիմումներ քիչ են ստացել կուսակցություններից, բայց չնայած այդ ամենին վերահաշվարկն ամեն դեպքում իրականացվում է։ Նախնական արդյունքը դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմա այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնել։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Մեր քաղաքացուն այդպես է չթողեցին, որ իր կամքը արտահայտվի, որովհետև եթե այս ծավալի միջամտություններ չլինեն, պատկերը սա չէր լինել։ Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումներն ու համակարգային ճնշումները ուղղակիորեն ազդել են նախնական արդյունքների վրա, հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով ընտրական գործընթացը ուղեկցվել է ոչ միայն ընտրատեղամասերում արձանագրված խախտումներով, այլև նախընտրական փուլում իրականացված հետապնդումներով։ Մելոյանը ուշադրություն է հրավիրել անվավեր քվեաթերթիկների աննախադեպ մեծ թվի վրա, ինչը նրա գնահատմամբ ազդել է մանդատների բաշխման վրա։ Գոհար Մելոյանի պնդմամբ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում դաշինքի համակիրների ու թեկնածուների նկատմամբ կիրառվել են վարչական ճնշումներ եւ իրականացվել են ձերբակալություններ, ինչը նպատակ է ունեցել կաթվածահար անել իրենց ստեղծած վերահսկողական համակարգը, որում ընդգրկված մարդիկ պետք է ընտրությունների ժամանակ թույլ չտային ընտրախախտումներ իրականացնել։ Մեր քաղաքական ուժից մոտ տավորապես 700-ին հասնող մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում օրինակ տարեց կանայք, ովքեր ընդամենը եկել եւ գրանցվել էին որպես ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, մարդկանց առավոտյան մտնում են տներ, բերման էին ենթարկում, բացառապես ահաբեկելու նպատակով, տանում հարցաքննում են եւ այնուհետեւ բաց էին թողում։ Բազմաթիվ դեպքեր ունեն գրանցված, որ իրավապահ մարմինների կողմից նոր կարմիր գիծ հատվեց, երբ մարդիկ ձերբակալվում, բերման էին ենթարկվում եւ մարդկանց մոտ ժամեր շարունակ թույլ չէին տալիս փաստաբանի մուտքը։ Անդրադառնալով հետընտրական հնարավոր քայլերին, մասնավորապես մանդատները վերցնել չվերցնելու հարցին, Մելոյանը ընդգծել է, որ վերջնական որոշում կկայացվի միայն ընտրական գործընթացի ամբողջական ամփոփումից եւ աջակիցների հետ խորհրդակցություններից հետո։ Մենք պետք է հասկանանք, ինչքան քվե ունենք, ժողովուրդը մեզ ինչ է պատվիրակել, ինչ է լիազորել, մենք նաեւ նախատեսում ենք հաշվի առնել հենց մեր աջակիցների ցանկությունը ու կարծիքը մեր վերջնական որոշման հարցում, որովհետեւ ի վերջո սա պատասխանատվություն է առաջին հերթին։ ՀԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը պետք է բավականին արագ լուծվի, դա հրատապ է, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած պաշտոնապես մնում է ԼԻԻՀ անդամ։ Այստեղ առկա է հայկական եռագույնը ՀԱՊԿ-ի մյուս պետությունների դրոշների կողքին։ ՀԱՊԿ երկրները համաձայնել են քննարկել կանոնադրության հոդվածը անդամի հնարավոր հեռացման մասին Հայաստանից 2 տարի իր անդամավճարները չվճարելու պատճառով, նշել է Լավրովը։ Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանը, որը պաշտոնապես ՀԱՊԿ անդամ է, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, անցկացնում է տարբեր զորավարժություններ եւ գնում է ռազմական տեխնիկա։ Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռ չկա, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Համապատասխան որոշումները կկայացվեն կախված ընտրական գործընթացի ավարտից, ասել է նա, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե շփումներ նախատեսվում են արդյոք երկու երկրների ղեկավարների միջև։ Գիտենք, որ հունիսի 14-ին ընտրությունների արդյունքների մասին հայտարարություն է սպասվում։ Այնտեղ ընտրությունների շատ մասնակիցներ պատրաստվում են բողոքարկել, վերահաշվարկ կլինի եւ այլն, այսինքն բավականին բարդ եւ երկար, նշել է Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ ընտրություններից հետո պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ որոշ հարցեր քննարկել։
Очевиден широкий запрос в Հայաստանում անցկացված ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով եւ արևմուտքի միջամտությամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ նշել է, որ հայ հասարակության շրջանում պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ երկրի եվրասիական ինտեգրացիոն միավորումներին հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ։ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտգործ հանձնաժողովում շրջանառվում է արտաքին ծառայության ակտում փոփոխության նախագիծ, որը կոչի անում Ադրբեջանին անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությունը գլխավորում է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ դեմոկրատ Բրեդ Շերմանը։ Նախագիծը անցել է բոլոր ընթացակարգերը հանձնաժողովում քվեարկության դրվելու համար։ Հաշվի առնելով հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, կենսական է, որ Միացյալ Նահանգները հստակորեն հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակման օգտին, հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը։ Շերմանը նաեւ շեշտել է, որ գերիների ազատ արձակումը ուղղակիորեն համահունչ է հարավային Կովկասում խաղաղության նախագահ Թրամփի ջանքերին եւ կարող է դառնալ նշանակալի քայլ խաղաղության հասնելու համար։ Հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում նախագիծը կներկայացվի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը։ Անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրը։ Նրանք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։ Պոկված անունները գտել են աղբամանների մեջ։ Միլանի Ինտերը եւս մեկ մրցաշրջանով կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ։ Թիմի ղեկավարության եւ ֆուտբոլիստի միջև այս գործարքը առանձնանում է մի շարք ուշագրավ մանրամասներով, ինչպես հայտնել է La Gazzetta dello Sport հայ կիսապաշտպանը, բնակչությունները վարել է ամբողջությամբ ինքնուրույն, առանց գործակալների միջամտության, ինչը Ինտերի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոյի համար եզակի դեպք է իր պրակտիկայում։ Աուզիլիոն բարձր է գնահատել Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը, նշելով, որ նա այն եզակի ֆուտբոլիստներից է, որը ամեն ինչ անում է ինքնուրույն, թե խաղադաշտում, թե կարիերայի կառավարման հարցում։ Մխիթարյանը բանակցություններում պայմաններ չի թելադրել եւ հոժարակամ ընդունել է աշխատավարձի նվազեցումը։ Նրա մնալը ներաձուրիների կազմում մեծապես պայմանավորված է թիմի մարզիչ Քրիստիան Կիվուի ցանկությամբ, որը Մխիթարյանին համարում է հաջորդ մրցաշրջանի առանցքային ֆիգուր։ Բացի խաղային բարձր ինտելեկտից, ակումբում կարևորում են նաեւ նրա մարդկային հատկանիշները։ Ակնկալվում է, որ Մխիթարյանը թիմում կստանձնի նաեւ մենթորի դեր, աջակցելով երիտասարդներին եւ նորեկներին։ Հունվարին 38 տարին լրացող հայ ֆուտբոլիստի համար սա հավանաբար կլինի կարիերայի վերջին մրցաշրջանը։ Basınımızın değerli mensupları Նեթանյահուի եւ նրա անցավոր ցանցի հարձակումները Սիրիայի եւ Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը սպառնում է ոչ միայն այս երկու եղբայրական երկրներին, այլև Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով Իսրայելին պետք է անհապաղ կանգնեցնել, դա անվանելով համամարտկային պարկ եւ միասնական ճակատ ձևավորելու հրամայական։ Ըստ նրա, չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի եւ հակառակ Իսրայելի բոլոր սաբոտաժներին Թուրքիան կանի իր ուժերի սահմաններում ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն ու անդոր հաստատելու համար։ 85 տարի առաջ Հիտլերի նկատմամբ լռությունն ու անկործությունը հանգեցին աշխարհում 80 միլիոն մարդու մահվան եւ ամբողջ մարդկությունը վճարեց խելագար բռնապետի մոլուցքի համար, նշել է նա։ Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան տարածաշրջանային հարցերի եւ երկկողմ հարաբերությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով։ Իրանական կողմն այս այցն օգտագործում է բանակցային գործընթացի նոր մանրամասները քննարկելու եւ ամերիկյան պարտադրված պատերազմին դիմակայելու համար։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի զինված ուժերը լիակատար քաոսի մեջ են եւ գրեթե ոչնչացված են։ Նա սպառնացել է Թեհրանին ծանր հատուցմամբ բանակցությունները ձգձգելու եւ առաջարկված շահավետ հնարավորությունները բաց թողնելու պատճառով։ Իակադրություն այս Տորաբանությանը փոխնախագահ Ջեյդի Վենսը պնդել է, թե կողմերը մոտ են Իրանի միջուկային ծրագրի հարցերով վերջնական համաձայնության։ Վաշինգտոնի նպատակն է ստորագրել տնտեսապես շահավետ մի փաստաթուղթ, որը կբացառի Իրանի միջուկային զենքի ստեղծումը, սակայն ռազմական սպառնալիքների եւ դիվանագիտական ճկունության այս հակասությունները կասկածի տակ են դնում գործընթացի իրական արդյունավետությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական FP5 Flamingo անօդաչուները հարվածել են Չեբոքսարի ռազմական գործարանին, որը ռուսական բանակին ապահովում է դրոնների եւ հրթիռների բաղադրիչներով։ Սևաստոպոլի ղեկավարը հայտնել է, որ ուկրաինական անօդաչուների նպատակային հարվածի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Սևաստոպոլի պաշտպանության պանորամայի շենքը։ Տարածաշրջանի իշխանությունների փոխանցման միջադեպի հետևանքով զոհեր եւ տուժածներ չկան։ Բռնկված հրդեհին տրվել է վտանգավորության 4-րդ կարգ։